Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 16-ն է, ես ուզում եմ նախորոք ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր պարտաճանաչ նայում են բոլոր եթերները և ես երբեմն ուշացնում եմ դրանք իրենց նախատեսված ժամից, իսկ երեկ ամբողջ մի ժամ եմ ուշացրել, որովհետև երբեմն հաղորդումները լինում են շատ երկար և ինտերնետը միշտ չի, որ հասցնում է ժամանակին ներբեռնել, դրա համար ես ձեզ սպասացնել եմ տալի, անհարմար եմ զգում դրա համար, չափազանց, որովհետև գիտեմ, որ դուք սպասում եք և ձեր ներողամտությունն եմ այցում։ Իսկ հիմա տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում, իսկ Հայաստանում կատարվում է ամենաանցանկալին և ամենավատ պրոցեսները, անկեղծ։ Մի բան, որ ես չէի սպասում, որ շուտ կլինի, երկրորդն էլ ընդհանրապես կլինի։ Հայաստանը որոշել է վավերացնի թրեպի պրոցեսը, ինչ է նշանակում վավերացնի։ Իսկն բոլոր նախատեսված պրոցեսները, խորհրդարանի ընդունում, հետո նախագահի ստորագրությունը միակողմանի անել, այսինքն դրան տալ պետական պայմանագրի կարգավիճակ։ Մի բան, որ Ադրբեջանում չկա։ Ադրբեջանում ոչ մի պրոցես չկա։ Ադրբեջանում նստած սպասում են, երբ Ամիջանսկը բացվելու իրանց նախապայմաններով, որտեղ իրանք չեն տեսնելու հայ, ընդհանրապես, ինչպես կասել Ալիևը, հայի դեմք ադրբեջանցին պետքա չտեսնի, որ այդ հսկողական կետերը պետքա լինեն Ադրբեջանի տարածքում, մուտքը ելքը, հայերը ոչ մի բան չունեն այնտեղ։ Մի խոսքով, հանգիստ նստած ոչ մի բան չի նախաձեռնում, հակառակը։ Իրան երբ որ հարց են տալի խաղաղության պայմանագրի մասին, Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, Ալիևը ասում է, գիտեք, մենք չեք շտապում, որովհետև դեռ հարցեր ունենք լուծելու։ Նախ իրանք պետք է սահմանադրություն փոխեն, փոխեն, ի վերջո, ասում է, մեր համար չկա Հայաստանի սահման։ Հայաստանի սահման անցնում այնտեղով, որտեղով որ մենք ենք ուզում։ Սա Ալիևի վերաբերմունքն է։ Սա Ալիևի վերաբերմունքն է անկեղծ Փաշինյան Նիկոլին, որովհետև այսօր Հայաստանը ներկայացնում է Փաշինյան Նիկոլը։ Սա վերաբերմունք չի ձեր նկատմամբ, Հայաստանի որպես սուբյեկտ, չէ, ինքը իր դեմ տեսնում է Նիկոլ Փաշինյան և վերաբերվում է Հայաստանին այնպես, ինչպես վերաբերվում է Նիկոլ Փաշինյան։ Բնականաբար Ալիևը այսպես չէր կարող երբևէ խոսել 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, մտքով նույնիսկ չէր կարող անցնել, բայց այսօր հասել է նրան, որ ինքը կարողանում է խոսալ։ Լավ է սա, թե վատ է, էական չի, սա փաստ է։ Երևի լավ կողմը այն է, որ այս փաստը հավերժ չի կարող տևել, որովհետև ինչպես Լինցի Գրեմը ապացուցեց, մարդիկ երբեմն հանկարծամահ են և ոչ մեկ չի կարող ասել, որ դա իր կամ Փաշինյան Նիկոլի չի կարող լինել։ Նայած ինչպես են փոխվում խաղաքարտերը շախմատի վրա։ Մենք մի քիչ ուշ կանադառնանք այն հարաբերություններին, իսկ հիմա խոսենք Հայաստանի մասին։ Եվ այսպես օրինականացնում են թրիփը, ինչպես որ պետք է, ուղղակի ստե հարցը մնում բաց, որ տարբերակով, Ալիևի ուզած տարբերակով, եթե ընդունենք, որ սա լինելու է, թե ինչպես խոստացել է Պենտագոնը, այսինքն մուտքի ելքի ստուգումները լինելու են Ադրբեջանի տարածքներում, թե հայ զինվորականն ստուգել, թե հայ սահմանապահն ստուգելու։ Այս հարցը դեռ պարզված չի, որովհետև Ալիևը հանգիստ է այս մասին չէր խոսում, որ ինքը ասել է ադրբեջանցի վարորդը կամ ճանապարհորդը ոչ մի հայ դեմք չի տեսնելու, մենք սա չենք մոռացել, իսկ ինքը հանգիստ պնդում է սրա վրա։ Այն հավաստիացումները Ամերիկայի Միացյալ Նահանգներից, թե ինչ եք խոսում, սա ձեր տարածքն է, ձեր տարածքով է գնալ գալու, դուք եք վերահսկողը, ոչ մի կոպեկի արժեք չունի ընդհանրապես, որովհետև ընդհանրապես իրենց ասածը ոչ մի արժեք չունի որպես ամերիկացի մանավանդ, որ տեսնում ենք ովքեր են ղեկավարելու այս պրոցեսը ղեկավարելու է Սակալովը։ Իսկ ամբողջ մոտավորապես 200 միլիոն արժողության պրոցեսը ղեկավարելու է Ոմն Սակալով, որը ծնվել է Ռուսաստանում, թե ինչի ինքը, ասեմ ինչ է, որովհետև ինքը նվիրատվություն է արել, ասենք, մի քիչ Թրամփին, որ Թրամփի հիվանդագին երևակայության մեջ ծնված գաղափարը, որը Սպիտակ տանը պարահանդես կառուցելն է, այդ պրոյեկտին մի քիչ նվիրատվություն է
արել, դիմացը ստացել է այս ամբողջ պրոյեկտի ղեկավարի պաստորեն պաշտոնը։ Ես ինչ եմ ասում, Ալիևի զգացողություն էս, հա, ավելի է ինձ մտահոգում, քան Պենտագոնի հավաստիացումները, որովհետև ինչ է նշանակում այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփն է, որ այս ամբողջ պրոյեկտին նշանակում է ռուսի, մենակ մի բանի եմ ասում, որ իրան ուղղակի կաշառք է տվել։ Սա է այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկ ինչա ասելու այս մասով այս Միջանցքի ամենակարևոր շահառուներից մեկը Հայաստանը չի, Իրանը շատ ոչ երկիմաստ ասեց, որ գիտես ինչ, Իրանը խնդիր չունի հարվածելու այն երկրներին, որոնք թշնամաբար են տրամադրված իր նկատմամբ։ Դե հիմա տեսեք ինչ է ստացվում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ, անցած շաբաթը Երևանում Փաշինյան Նիկոլին ասեցին, որ այն համաձայնագիրը, որոնք պատրաստվում է Հայաստանի եւ Պարսկաստանի մեջ, Իրանի իսլամական պետության մեջ, հանրապետության մեջ ստորագրելու, պատրաստ կլինի շուտով ու դու կգաս թե իրան կստորագրես։ Դասին պարզ ասվեց եւ ասեց, որ այդ համապարփակ պայմանագիրը լինելու է առևտրային, ռազմավարական, քաղաքական, մի խոսքով, մեծ փոխշահավետ պայմանագիր, որին չարարկեց Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես ինքը սովորություն ունի ձայն չհանելու։ Մտածում է, եթե ինքը ձայն չհանեց, ուրեմն մարդիկ կմոռանան կգնան։ Բայց դեսպանը միևնույն ժամանակ զգուշացրեց, որ Ադրբեջան, Իրանը իր ասացին հավատարիմ է եւ թույլ չի տալու տարածքում ոչ մի նման գործողություններ։ Եվ ինքը կարողանում է պատժի։ Եվ ասեմ, որ Իրանը իր ռազմական քաղաքական դոկտրինում փոփոխություն արել նոր, որտեղ ինքն իրեն իրավունք ավերապահում ցամաքային գործողություններ իրականացնել իր տարածքից դուրս։ Մի բան, որ երբևէ իր մոտ չի եղել։ Փաստորեն, Իրանը ունեցել է ինքնասահմանափակում Իրանի տարածքից դուրս որևէ ցամաքային գործողություններ կատարելու համար։ Եվ ոչ ավել ոչ պակաս ընդամենը այս վերջերս 1-2 շաբաթ առաջ նա ընդունեց նոր կանոնագիր, որտեղ հանեց այդ սահմանափակումը, որ այլևս ինքը կարող է։ Ինչի, ում համար է դա արվում։ Իսրայելի իմաստ չունի, որովհետև ինքը ցամաքով ոչ մի սահման չունի Իսրայելի հետ։ Այսօր process-ներ կա, որ կատարում է, որ դուր չի գալիս Իրանին, ընդամենը երկու երկրում, Ադրբեջանում եւ Հայաստանում։ Ակնհայտորեն այդ փոփոխությունը վերաբերում է Ադրբեջանի եւ Հայաստանի։ Եվ հենց այդ պարագայում ոչ միայն շարունակվում այդ մասին խոսակցությունը, ոչ միայն ամերիկյան էքսպերտներ են գալիս ուսումնասիրելու տարածքները, ընդ որում այդ մասին մեզ ասում են այն ժամանակ, երբ որ դրանք գնացած են լինում, ու փաստորեն դրա մասին տեղեկացված է լինում իրանական հետախուզությունը, հենց այդ ժամանակ է մեզ զգուշացնում են, որ նման բան մի արեք, ու այս ամենից հետո ոչ ավել ոչ պակաս Արարատ Միրզոյանը սենց սիրուն որոշում է, որ այս Արարատ կներեք Փաշինյան Նիկոլը որոշում է, որ սենց Արարատ Միրզոյանի հետ ստորագրված պայմանագիր ինքը պետք է տա պետական կարգավիճակ։ Ու այս պահին ինչա պարզվում, որ մեզանից գախնի են պահում, այ որտեղ է թաղված շան գլուխը եւ այսպես։ Итак, друзья мои, новый поворот в столице Армении, в Ереване, который мало кто заметил и полностью меняет расклад. Итак, зачем Израиль срочно обсуждает безопасность с Арменией? Итак, друзья мои, посол Израиля Йоэль Леон прибыл в Ереван и уже успел провести закрытую встречу с замминистром внутренних дел Армении Арменом Газаряном. Тема встречи была обсуждение сферы гражданской обороны. Гражданская оборона – это фундамент выживания государства в кризис. Տեսնես, այս ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Եվ այսպես, ես այսօր հոդփրեցի ամբողջ լրատվական դաշտը սենց։ Տեսնեմ, որտեղ կա նման բան։ Ու սա եղել է հենց 3 15:07:2026
Լրատվականներում ոչ մի բան, ոչ մի տեղեկություն չկա։ Ես ԱԳՆ կայքերը չեմ նայում, գուցե այնտեղ կա, բայց լրատվականները լռում են։ Եվ այսպես վերջապես եկավ իմ համար վաղուց ակնհայտ, բայց կասկածելի շրջանը փակվեց, որ այս ամեն ինչի հետևում կանգնած է հենց Իսրայելը։ Որ այս ճանապարհը, այս պայմանագրերը, այս ամեն ինչը ամենաշատ պետք է հենց Իսրայելի։ Ու այն պահից, երբ որ Հայաստանը սկսում է վավերացումը, նույն օրը Հայաստան այցելում Իսրայելի ներկայացուցիչը կամ Հայաստանը այցելում Իսրայելի ներկայացուցիչը եւ այդ ժամանակ որոշվում է, որ դա պետք է անցնի արդեն օրինականացման շրջան։ Եվ այսպես փաստորեն Հայաստանը, Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան չակերտավոր եմ ասում, պատերազմ են հայտարարում Իրանի։ Եվ այդ պատերազմում մի մասնակից կողմա լինելու դա Հայաստանն է։ Դա չի լինելու Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, իրանք բան չեն անում, սա լինելու Հայաստանի տարածքում։ Հայաստանի ձեռքով աստորեն պատերազմը հայտարարվելու Իրանին։ Ընդ որում հենց հիմա այն ժամանակ, երբ որ բոլոր բանակցությունները խափանվեց, եւ Ամերիկան վերականգնել է պատերազմական գործողությունը Իրանի հետ։ Եվ փոխադարձ ռմբակոծությունները ընթանում է շատ բարձր մակարդակի վրա։ Պատերազմ մեջ այսօր Իրանը եւ Իսրայելի ներկայացուցիչը գալի ասում է՝ մի վախեցի, ես քեզ կօգնեմ քո քաղաքացիական անվտանգության համար։ Ասում են Իսրայելի համար արդեն պատերազմը ակնհայտ է, հիմա եկել է սովորել քաղաքացիական պաշտպանություն, եկել է սովորացնի մեզ քաղաքացիական պաշտպանությունը ոնց է լինելու։ Փաշինյան Նիկոլը փաստացի մեզ տանում է պատերազմ ընդհանուր Իրանի հետ, հենց մեր տարածքում։ Ես ես պետք է մի բան ասեմ, եթե ընդհանումը եղավ, ոչ մի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ Հայաստանին չի օգնելու, որովհետև Հայաստանը չունի այդ ոչ մի կառույց, որ կարող է, ասենք, դիմադրի իրանական բալիստիկ հրթիռների։ Հայաստան Իրանը մի քանի կիլոմետրի վրա է։ Այսինքն Երևանը Թեհրանից մի քանի 100 կիլոմետրի վրա է։ Իսրայելը անգամներ ավելի հեռու է։ Հսկայական մի քանի շերտ հակաօդային պաշտպանությունով, որը չի կարողանում փրկի, ասենք, Իսրայելի տարածքները։ Եթե նման ընդհանում եղավ, Հայաստանը ոչ մի բան չի կարող փրկել։ Եվ ինչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը այդ իր դաբրոյի դիմաց, որ ինքը ստացավ Եվրոպայից, ես պետք է ասեմ, եվրոչինովնիկները Հայաստանում են, որոնք եկել են պայքարելու հիբրիդային պատերազմի դեմ, ինչպես Մոլդովայում։ Այսինքն Հայաստանի Մոլդովայի տարբերությունը, նմանությունը ո՞րն է, որ եկել եք հիբրիդային պատերազմի դեմ պայքարեք։ Նույն պատերազմի դեմ պայքարում են մի 20-30 տարի ռուսները։ Այսինքն միջև այս ընտրությունները ռուսներն էին ապահովում իշխանության զավթումը Հայաստանում, դրանից հետո պայքարում էին արևմուտքի հիբրիդային պատերազմի դեմ։ Ես հիշեցնեմ։ Այս это սորոսականներս եզույթը որ կար, գրանտակերներ, բան, սա այս հիբրիդային պատերազմի լեքսիկոնն էր։ Հիմա դերերը փոխվել են։ Իշխանության զավթումը տեղի ունեցավ Եվրոպայի գլխավորությամբ, հիմա իրանք են եկել ինչ որ հիբրիդային պատերազմի դեմ մասնակցելու։ Ինչ հիբրիդային պատերազմ։ Դուք ում դեմ եք պատերազմելու։ Գրանտնել եք դուք տվողը, իշխանության զավթումն եք դուք կազմակերպողը։ Ում դեմ եք դուք պայքարելու։ Ծառուկյան Գագոյ։ Մենք դրա մասին էլ անշուշտ խոսանք։ Բայց հիմա ասելիքս ինչ է, որ փաստորեն Փաշինյան Նիկոլը իր իշխանության դիմաց Հայաստանը դարձրեց պոլիգոն, հույս ունենալով, որ Իսրայելը, Ադրբեջանը եւ իրանց թիկունքում կանգնած Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրան պահելու են։ Մենք չգիտենք, թե Ռուսաստանն ինչ է անելու։ Մենք դեռ չգիտենք, Ռուսաստանը խայտարակ վիճակում է, տնտեսապես, ռազմական իմաստով ոչ մի ձայն չկա, նույնիսկ ինքը վախենում է բարձր մի քիչ խոսի, բարձր տոնով խոսի Ադրբեջանի հետ։ Այդ աստիճան վատ է։ Բայց դեռ չի նշանակում, որ նա չկա եւ այս ամբողջ խաղի մի մաս չի։
Եվ այսպես ունենք հիմա այս վիճակը հայ ջան, դուք պատրաստեք մեծ անախորժությունների։ Ես նորից եմ խնդրում, նորից եմ փոխանում Հայաստանի ընդդիմությանը, կազմակերպություններին, անհատներին, չգիտեմ ես կուսակցություններին, խոսեք ուղիղ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ։ Ուղիղ խոսեք, որ դուք որպես Հայաստանի ինչ որ մի մասի ներկայացուցիչ դուք դեմ եք այս գործողություններին, որոնք կարելի է որակել մենակ մի ձև թշնամական Հայաստանի Հանրապետության շահերին եւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերին։ Այսինքն սա թշնամական է ոչ միայն Իրանի նկատմամբ, առաջին հերթին մեր նկատմամբ ասա թշնամական։ Եվ ես ուղիղ եմ ասում, այն մարդիկ, որոնք ոգևորված են թրիփի գաղափարով, նրանք նույնքան թշնամի են ինձ, այս պետականությանը, ինչքան Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ընտրողներով։ Եթե նույնիսկ այս թրիփից ոգևորվածներ կան, որ չեն ընտրել Նիկոլ Փաշինյան, պետք է իմանան, իրանց ու Նիկոլ Փաշինյանի ընտրողների մեջ ոչ մի տարբերություն չկա։ Իրանք նույն հայկական պետականության թշնամին են։ Ու եթե այնքան անգրագետ են, որ մտածում են տեղից Հայաստանը պետական, ինչ որ չգիտեմ, ֆինանսական հոսքեր ունենալու, այսօր պետք է իդեալական կույտ լինել, որ չնկատել, որ Հայաստանի կառավարության գործունեությունը քայլերը ուղղված չի Հայաստանի տնտեսության վերականգնմանը, բացարձակապես, այլ հակառակը, ամեն ինչ պատվում է տնտեսությունը սպանելու համար, բայց գնանք հերթով։ Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վերջ 6 ամսվա ընդհանուր ծավալը։ Ես այսօր սա մասին կարճ բանը վիդեո եմ արել, որտեղ ասել եմ, որ 18 միլիոն 128 հազար $140 Հայաստանը զենք է առել Ադրբեջանի համար։ Ուղիղ այսքան գումար է գնացել Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանից Հայաստան եկել է ինչ 17 միլիոն $960 $960 17 միլիոն 128 հազարի դիմաց։ Այսինքն ոչ մի բան է եկել։ Մեր մարդիկ չեն հասկացել ինչ է նշանակում զենք են առել։ Ես ձեզ ասեմ, հարգելի ընկերներ, Ռուսաստանը որ սկսեց իր հարձակումը ագրեսիան Ուկրաինայի դեմ, ինչ պետք է աներ Եվրոպան, որոնք ուզում են օգնել Ռուսաստանին, ներողություն Ուկրաինային, սկսեցին կտրել եկամուտների աղբյուրները, որոնք դառնում են զենք, որ կրակեն Ուկրաինայի համար։ Վերջ, սա դասական պայքարի ձև է, այսինքն պատերազմի ժամանակ թշնամական երկրներում ցանկացած մտած գումար վերածվում է զենքի, որ կրակի են երկրի վրա։ Ռուսաստանին այս ամբողջ պատերազմի ընթացքում, որպեսզի իր փողը զենք դառնա, իր ապրանքը զենք դառնա, օգնել են մի քանի երկրներ՝ Հայաստանը, Ղազախստանը, Թուրքիան, Ադրբեջանը, մասամբ Չինաստանը, Հնդկաստանը, այս բոլոր երկրները օգնել են Ռուսաստանին իր ապրանքը իրացնել, վերածել փողի ու դա վերածել զենքի։ Ես ասեմ 17 միլիոն 128 հազար $, զենքը առել Հայաստան Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջանը $960, սրան է վերաբերվում։ Իսկ եթե մի անգրագետ կպնդի, որ սա առևտուր է, փողադար շահավետ, պետք է ասեմ, այ անգրագետ փող շահավետը լինում է այն ժամանակ, երբ 17 միլիոն դու ես առնում, 17 միլիոն ինքն է առնում։ Եվ դուք հավասար եք, ինքը քեզ տալիս է $960, դու դիմացը 17 միլիոն 128 հազար։ Հասկանում եք, քանի անգամ ավել եք դուք իրան սնում, որ ինքը զենք առնի։ Այն էլ են պարագայում, որ դուք պատերազմական իրավիճակի մեջ եք։ Հայաստանը պետք է այս ամբողջ 30 տարին մի բանի մասին մտածեր, ոնց զրկի իր թշնամի պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին լրացուցիչ թեկուզ 1 սենտ աշխատելու հնարավորություններից։ Այսինքն միշտ ռմբակոծման տակ պահել իր նավթամուղերը, կամուրջները, չգիտեմ ամեն ինչ, որ այդ երկիրը չզարգանար այն աստիճան, որ գար Հայաստանը գրավեր կամ Արցախը գրավեր։ Այսօր ոչ միայն դա չի արել 30 տարի, ու դա չարվեց ամբողջ 44 օր, որ գոռում են, կարա լավ, այդ գազատարը ինչի՞ չի ռմբակոծվում։ Այդ կամուրջները,
այդ ճանապարհները ինչի չեն ռմբակոծում, հենց սրա համար, որ օգնեն Ադրբեջանի միշտ սենց անխափան երթևեկի ու հարստանա, որ գա Հայաստանը գրավի։ Սա տնտեսության մասին։ Հիմա գնանք առաջ։ Բացանով չի վերջանում։ Բայրամովը վաղը կնվեկվի Մոսկվա։ Բա TDP հարցը մենակ իրանցով չի լուծվել, իրանք հասկանում են, որ ստեղ ամեն դեպքում կա Մոսկվա։ Ես չգիտեմ Մոսկվան ինչա ստանալու այս TDP դեմ համաձայնության դիմաց։ Մոսկվան չի նշանակում մեր բարեկամն է, աշքելելու է TDP-ը։ TDP-ի հարցում մենք մի բարեկամ ունենք, որ ասում մենք հայերով, ոչ թե այս TDP կողմնակիցներով, հա, դա Իրանն է։ Մոսկվան ընդամենը այս TDP-ի վրա հերթական անգամ մեզ ծախողն է լինելու։ Ես հիմիկվանից եմ ասում ու ասել եմ միշտ, որ ոչ մեկ հույս չունենա, որ հանկարծ, չէ, հույս չունեն, իլյուզիաներ չունենա, որ հանկարծ կարող է Մոսկվան ասես, ինչ եք ասում, չի կարող է տեղ միջանցք լինել։ Իր համար դա կարող է, իր համար դա, բայց դա պետք է որ իր վերահսկողության տակ լինի։ Հիմա գնացել է Բայրամովը, ստե Հայաստան գոյություն չունի։ Բայրամովն է բանակցում, Լավրովն է բանակցում, հրեաներն են բանակցում, Ուրսուլա ֆոն դեր Լայնն է գալիս խոսում Թուրքիայի եւ Ադրբեջան։ Հայաստանը ստեղ ընդամենը տարածք է, որի վրա պետք է այս ամեն ինչ իրականացվի։ Հիմա մենք շուտով կիմանանք, թե Մոսկվան ինչ ստացավ իր համաձայնության դիմաց։ Այո, ինչքան էլ որ ուզում է թուլացած լինի, բայց իր համաձայնությունը այստեղ գնում է, որ ասում է, կարևոր է։ Սրան զուգահեռ մի ուրիշ ինֆորմացիա է դուրս գալիս, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի խոշոր գնորդ 5 երկրների նկատմամբ, այդ թվում նաև Ադրբեջանի նկատմամբ, որովհետև ոչ թե գնում է Ադրբեջանը, այլ ուղիղ վաճառում է ռուսական նավթը Ադրբեջանի փոխարեն, կամ ով ասում է Թուրքիայի տարածքով եւ ով է գնորդը Իսրայելը։ Մի հավատացեք ոչ մի բանին, որ Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանն են թշնամի երկրներ են։ Թշնամի են հայտարարության մակարդակի վրա, բայց թշնամի երկրները իրար հետ առևտուր չեն անում։ Հավատացեք։ Չեն անում, այսինքն սա քաղաքացիներ չեն։ Քաղաքացիները կարող են անել։ 90-ականներին, նույնիսկ պատերազմի ժամանակ, հայերն ու ադրբեջանցիները Սադախլոյում, վրացական սահմանի վրա առևտուր էին անում։ Քաղաքացիները մեկը միք է ծախում, չգիտեմ, մեկը կոշիկ է ծախում, մեկը այս առևտուրը քաղաքացիների մեջ միշտ եղել է։ Պետությունները պատերազմի ժամանակ իրար առևտուր անել նշանակում է իրար սնել, որ դիմացինը զինվի։ Արզա։ Հիմա տեսնենք, սա կաշխատի թե չէ։ Ուղղակի ես բաների չեմ հավատում, որ կարող է պատժամիջոցներ կիրառել, որովհետև Թրամփի այս ամբողջ 1.5 տարվա ասացների մեջ երևի 5%-ը չի իրականացվել։ 5%։ Ցա, չեմ ամերիկյան Նիկոլն նա։ Ես այ ասում։ Եվրոպական ագնահատները կհաստատեն Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ առաքելությունը։ Ես ուղղակի որ ոչ մեկ չասել, որ ես ինձանից եմ օրինում սա։ Եվրոպան հիմա Հայաստանի համար այնա, ինչ որ առաջ Ռուսաստանն էր։ Եթե Հայաստանում մեկ իր շահերի համար առհամարած ունենա ժողովրդի կարծիքն ու ընտրությունը, ինքը իմ համար նույն բռնապետն է։ Ինքը ընդամենը մի բևեռա, որը թքած ունի իրականում Հայաստանի մեջ հակակա։ Թքած ունի հայ մարդու ընտրության իրավունքների, ազատությունների, խոսքի իրավունքների, ապրելու իրավունքների, ընտրվելու իրավունքների։ Այսօր այդ դեր իրավացել է թքած ունեցողի Եվրոպան։ Սա դա է հաստատում։ Տեսեք հիմա Ռուսաստանը չի ճանաչել Նիկոլի կողմից իշխանության զավթումը։ Իսկ եթե դուք այնքան եք սիրում Եվրոպան, որ պատրաստ եք դուք նույնպես ճանաչել Նիկոլ Փաշինյանի իշխանության զավթումը, նշանակում է դուք ուղղակի ինչ ասեմ, այն նատ բան կա, Ստոկհոլմյան սինդրոմ կա, դուք ուղղակի կախվածության մեջ եք։
կախվածության, ընդ որում ձեր բռնակալներից։ Դա կախվածություն է։ Դա առողջ չի, ես չեմ ուզում ձեզ վատ բան ասեմ, դա առողջ չի։ Առողջը սեփական շահերը հասկացողն է, առողջը կախվածության մեջ չլնողն է։ Ես ამ մասին հետո խոսել եմ, ամենավերջում։ Գիտեք, չէ, ես ամենալավ բաները պահում եմ վերջում։ Սա առողջ չի։ Գիտեք, չմոռանաք, ես մոռանում եմ ասել, ժողովուրդ ջան։ Ես մոռանում եմ, որովհետև երևի ես լավ մարքեթինգ անող չեմ ամեն դեպքում, ես երաժիշտ եմ։ Դուք մեզ կարող եք հետևել Patreon-ում, գրանցվեք, խնդրում եմ, լինքը տակն է, դա կլինի ձեր աջակցությունը մեր ալիքին։ Եվ նրանք, ովքեր ուզում են իրոք օգնել մեր աշխատանքին, ձեր նվիրատվությունները կարող եք անել էլի ներքևի լինքերում։ Դա կլինի PayPal, Zelle, Venmo, ինչ ուզում ա լինի։ Բոլոր հնարավոր տարբերակները կան։ Ռուսաստանից, Հայաստանից, Ամերիկայից, Եվրոպայից, ցանկացած տեղից։ Եվ այսպես ամենալավ բանի մասին խոսանք վերջում։ Հասանենք։ Իշխանձկան մասին է, որը մայիսի 13-ին այդպես էլ Ռուսաստանի Դաշնություն չհասավ։ Բեռնատարները հետ ուղարկեցին առանց հիմնավոր ու լուրջ պատճառների։ Շարունակում է Արամ Մանուկյանը։ Տոննաներով ձուկը դարձյալ պահեստավորել են ու սպասում են։ Իրենք էլ չգիտեին, երբ հայկական ձուկը նորից ճանապարհ կընկնի։ Սա ինչի մասին է։ Ոչ միայն ստե ձուկը չի հարցը։ Ես որ ասում ես թրիփը տնտեսության մասին չի։ Ընդհանրապես տնտեսության մասին չի թրիփը։ Այն էլ հայկական։ Որովհետև այս կառավարությանը Հայաստանի տնտեսությունը ես այսօր արդեն կարող եմ վստահաբար պնդել, հետաքրքիր չի։ Բացարձակապես հետաքրքիր չի, ու ես հիմա ապացուցել եմ։ Ամիսա նայում ենք մենք իրանք մեզ։ Ռուսական սահմանափակումների ուղիղ կրողն են դարձել ձկնաբույծները։ Տարիներ շարունակ իրենց ապրանքի 50%-ից ավելին արտահանել են ԱՊՀ երկրներ, մեծամասամբ Ռուսաստան։ Այս տարվա մայիսից արդեն չեն կարող տնտեսական սահմանափակումները ոչ միայն չեն շրջանցել Արարատի մարզի ձկնարտադրողներին ու ձկնաբույծներին, այլև արկախնդիրն օր-օրի ավելի է սրվում։ Արմեն Կարապետյանը Max Fish ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրենն է, ասում է 25 տարի է այս ոլորտում է, փոքր քայլերով մեծ տնտեսություն է հիմնել ու մի քանի ամիս է ծանր խնդրի առաջ է կանգնել։ Նրանց լասել է լարցի անցակետում ասեն խնդիրներ ունենք, բայց մեր թղթերը լրիվ նորմալ, անալիզները լրիվ նորմալ։ Դիմել ենք մեր սննդի անվտանգությունը, այնտեղ ենք փորձել հարցեր լուծել, ոչ մի ձև չի կարողացել այդ հարցը լուծում գտնել։ Մենք կերակրում ենք օրական մոտ 24 տոննա գեր։ Ասկի ասում եք քիչիվա, որը 24 տոննա կեր, մենակ այս կազմակերպությունն է օգտագործում։ Օրը։ Ես ասում եմ, Հայաստանը ձկնարդյունաբերության մեջ աշխարհում տոկոս ունի, տեսեք աշխարհում ինչ ձկնարդյունաբերող երկրներ կան։ Հայաստանը այդտեղ տոկոս ունի, 0 քանի տոկոսը Հայաստանն է արտադրում, պատկերացնում եք ինչքան շատ է։ Ոստո դա ոչ մեկի պետք չի։ Ու այդ ուղղությամբ ոչ մի չի արվում։ Սովորական մեր կերակրումը։ Հիմա մենք համարյա 20%-ով ենք կերակրում, ունենք 5 օրվա հնարավորություն։ 5 օր հետո կերակրումը բերելու ենք 0-ի ֆինանսների հետ կապված։ Իսկ եթե 0-ի մենք ամեն ասոր ունենք ծախսեր, հոսանքի, ջրի, աշխատավարձը ու մնացած հարցերում մոտ մի 25 միլիոն դրամի կարգի։ Եթե կերը հանում ենք, ահագին պակասում է, բայց ամեն օր այդ ծախսը ունենք։ Հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ, ապա նաև տեղակալների։ Կառույցից ասել են գնացեք մինչև օգոստոսի 1-ը հնարավորություն կստեղծվի ձուկ կարտահանվի Եվրոպա։ Միայն մարզի ձկնաբույծները 2 օրում են այդքան ձուկ արտադրում ու եթե անգամ հրաշքով եվրոպացիների սեղանին հայկական ձուկ հայտնվի, ապա դա նրանց ամբողջ տարվա աշխատանքի միայն 2 օրն է։ Ինչ են անելու մի ժամանակահատվածում, հարցնում է Կարապետյանը։ Մեր ձկնաբույծները միասին այդ 140 տոննան արտադրում են 2 օրում, այսինքն 48 ժամում։ Մնացած 363 օրը որտեղ արտահանենք, որտեղ վաճառենք, եթե բոլորս մտնենք այս շուկա, հա, ինչ-որ լավ բաներ կկատարվի 1000 դրամից կիշտի ներքև, այսինքն ինքնարժեքի կես գնով կվաճառենք, բայց դա ինքնարժեքի կես գնով։ Եթե սա մնաց Հայաստանում մեզ ձուկը։ Կես մեկ ու այս ծավալների հետ ոչ մի բան չի արվում։ Ցանկացած երկիր կերազեր այսքան ձկնա բաններ պաշարներ ունենալ, ծավալներ ունենալ վաճառելու համար։ Այսինքն ցանկացած երկրի համար, այդ ինքը ապրանք է ստեղծում, դա վալյուտայի ներհոսք է։ Ոչինչ կարողանա իր ծախսերը փակել։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը բռնել է Արցախի ճանապարհը։ Ես դա կապացուցեմ։
Կլինի ժամանակավոր 1-2 ամիս կվաճառենք եւ այդ զուգը արդեն կսկսենք դրսից ներկրել եւ կլինի միանգամից թրիչք 5-6 հազար դրամ։ Բայց հայկական Այսինքն, եթե ձուկը սկսեցին ինքնարժեքից էժան վաճառել, հա բնականաբար էլ արտադրելը իմաստ չունի եւ սկսենք արդեն ձուկը դրսից բերել։ Իսկ եթե մեկ ուզում է իմանալ ձուկը դրսում ինչ արժի, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դուք կարող եմ ասել։ Մոտապես իշխանի նման, իշխանի որակի ձուկը կիլոյով եթե ասեմ 15-ից 30 դոլար, նայած որտեղից, ինչ թարմությամբ եւ այլն։ Կիլո։ Ես ուստեմ որ դուք չեք տալիս։ Սա այն գինը, որ մենք առնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բնականաբար, եթե դու գնաս Եվրոպա, այնտեղ ուրիշ գներ կլինեն, ավել կամ պակաս, բայց չեմ կարծում, որ Հայաստանը Եվրոպայի հետ կարողանա ձկնարկության մեջ մտնել։ Սկանդինավյան երկրներում ձուկը խավիարը այնք նախաճաշին են ուտում։ Հայաստանը մրցունակ չի։ Ձուկը մեծ ցանկության դեպքում էլ եվրոպական շուկա չի հասնի, լոգիստիկ խնդիրներ կան ու հետո ստանդարտները բոլորովին այլ են։ Այլ կերպ ասած, ձուկն էլ հոց իրան չի, որ Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հետը սելֆի անի, ապա ջեմ պատրաստի։ Միլիոնավոր դրամներ են կորցնում ամեն օր, ձկնաբույծները վարկերի տակ են, ոչ թե կարճաժամկետ լուծումների կողմնակից են, որոնք անգամ կառավարության կողմից չկան, այլ հարցին հիմնավոր լուծում են ակնկալում, այն էլ հրատապ, հակառակ դեպքում գործազուրկների թիվը Հայաստանում ավելի կմեծանա։ Տարածաշրջանը գիտեք ինչ վիճակում է, ճանապարհները գիտեք ինչ վիճակում է, մենք ներքև չենք կարող գնալ Թուրքիա, Պարսկաստան, պարզի պատճառով, որ այնտեղ Եվրոպայում նույնպես ձկանկերը 1-1.10 եվրո արժի։ Նախ ամեն բեռ իր սպეციფიკան ունի, կոնկրետ ձկների հետ կապված, եթե ուզում եք իմանալ, շուտ փչացող ապրանքներ են իրենք համարվում եւ ցամաքային ճանապարհով մենք ուղղակի հայկական մեքենաների համար չկա ճանապարհ այդպիսի։ Իսկ Լահաստանով էլ շատ երկար է լինելու ժամանակը եւ այդ ընթացքում ապրանքը կփչանա իրենց։ Դա այսինքն իրականում հնարավոր չի տարբերական։ Կառավարության եւ կոնկրետ Պապույան Գևորգի մոտեցումները Ես մի բան ասեմ։ 22 թվականին, երբ որ Լաստանավի համար, հայկական Լաստանավի համար նավահանգիստ իբր վարձակալեցին Բաթումում, հիշում եք այդ պատմությունը, որը 9 ամիս հետո պարզվեց, որ դա եկամտաբեր չի։ Ոնց կարող է Լաստանավը, որի արդյունքում, որի աշխատանքի արդյունքում մեկ օրվա մեջ ռուսական բեռը հասնում էր Մոսկվա։ Ոնց կարող դա արդյունավետ չներ։ Այս կառավարություն կոչվածը 22 թվականին մի սենց ամպագորգոր խոսքերով սկսեց ու 6 ամիս 7 ամիս հետո փակեց։ Մեծ ծախսեր արեց ու փակեց, փոշիացեց այդ գումարը։ Հիմա պատկերացեք, ինչ կլիներ, եթե այդ ճանապարհը իրոք այդ լիներ, աշխատեր եւ ձուկը մտքերը ուր կարող են գնալ հասնել մինչեւ Բուլղարիա։ Իհոց Սևծովի ափին եվրոպական ցանկացած նավահանգիստ։ Էլի մի բաներ։ Էլի ինչ որ մի տարբերակ էր օգնության համար։ Բայց հասկացեք, սրանց պատկերացումների մեջ գլոբուս, չգիտեմ, բեռնափոխադրումներ, պայմաններ, չգիտեմ, հերավար նպատակներ չկա։ Դու Գևորգ Պապույանի դեմքը տեսակ, որ այս հարցը պիտի լուծի։ Նա իրա, չգիտեմ, իրա սանրվելու հարցը կյանքում չի լուծել սեփական կամքով ու նախաձեռնությամբ։ Նա ոնց կարող է այս մասշտաբների մասին մտածել կամ Նիկոլի դեմքին նայողը մտածում է այս կարգի բաների մասին է մտածում։ Դուք երբևէ տեսել եք ինքը խոսա այս բաների մասին։ Ինքը կոմպետենտ չի տենց հարցերում։ Ինքը մենակ մի բանի հարցում է կոմպետենտ։ Երկիր վաճառի ու ինտրիգներ։ Կեղտոտ էժան խոսակցություն։ Ինչի մասին եք խոսում։ Ձկնաբույսներին ձուկը ջրում բազար են անում ասացվածքն է հիշեցնում։ Տեղական շուկայում ամբողջ ապրանքը սպառել հնարավոր չէ։ Անկամ եթե հպարտ բոլոր քաղաքացիները ամեն օր ձուկ գնեն, թարգեն անգամ պիպերտ ուտելը միևնույն է, ձկները ի զարմանս կառավարության արագ բազմանալու հատկություն ունեն։ Մի դեպքում հարցը որոշ չափով կլուծվի։ Եթե ամեն օր զատիկ լինի, կարող է մի բան անենք։ Սա իհարկե կատակ, բայց ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնած, շարունակում է ձկնաբույսների միության նախագահը հավելելով, երբ Ռուսաստանի Դաշնության կողմից տնտեսական սահմանափակումներ կիրառվեցին, կառավարությունը մի շարք ապրանքատեսակների արտադրության վերաբերյալ աջակցության ծրագրեր մշակեց, բայց ձուկն ու ձկնամթերքը այդ ցանկում չեն եղել։ Հունիսին նոր որոշման մեջ փոփոխություն է արվել։ Միության նախագահը հերքում է նաև այն տեղեկությունները, թե այս ընթացքում Եվրոպա ձուկ է արտահանվել։ Մենք նույն խափում են, որտեղ հնարավոր է խափում են։ Ու ես իրոք էլ ուզում եմ նայեմ այն մարդու դեմքին, որ Նիկոլի ասացին հավատում։ Չիրոք էլի։
Իսկ հնարավորություն չունենք, ասենք թարմ վիճակում հենց քանի որ ձուկ ինքը արագ փչացող ապրանք է, մենք չենք կարող իր այդ 14-16 օրվա պիտանիության ժամկետում այդ ապրանքը հասցնել Եվրոպա լոգիստիկ առումով նույնիսկ։ Որտեվ խնդիր կա, լոգիստիկ առումով էլ խնդիր կա, որ հիմա Չեմ ասում շուկա մտնել։ հասցնելու թանկը բացի ժամանակային առումով։ Ասենք այսօր որ մենք ռուսական շուկա արտահանում ենք, ցանկացած արտահանող էլ կարող է փաստել դա, որ ռուսական պատվիրատուները, գործընկերները ընդունում են միայն այդ ապրանքը, որի մնացորդային ժամկետը 70% եւ ավել։ Այսինքն 16 օրից առնվազն 12-13 օր պիտի պիտանիության ժամկետ։ Այսինքն դու 2-3 օրվա մեջ պետք է հասցնես։ 2-3 օրվա մեջ, վերջ։ Հա, եթե թալն է, եթե սառացնես, դա ուրիշ հարց։ Ունեն այդ ապրանքը, որ ընդունեն։ Եվ դա նաև Եվրոպայում է։ Այսինքն 3-4 օրում ցամաքային տրանսպորտով Եվրոպա հասնել իմ կարծիքով անհնար։ Ձկնաբույսները սեմ ժամկետ են տալիս Հայաստանի իշխանությանը արագ քայլեր ձեռնարկել ստեղծված ծանր իրավիճակին կոնկրետ ու հասցեական լուծումներ տալու համար։ Հակառակ դեպքում բողոքի ակցիաներ կանեն, կփակեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներ, վարկերը փակել չեն կարող, բանկերը նորերը չեն տրամադրում, հարյուրավոր քաղաքացիներ հարկադիր պարապորտի են մատնվել, իսկ պատասխանատուները դատարկ խոստումներ են տալիս, որոնց ոչ միայն չեն հավատում, այլև զգուշացնում են մի քանի օր սպասելուց հետո կանցնեն ավելի արմատական գործողությունների։ Ուսա միակ տեղը չի։ Այդ նայեք լարսում ինչա կատարվում։ Вот такая обстановка. Короче, забито. Ստիլ արսնա։ Միակ ճանապարհը, ասում են մեզ լաստանավպի չի։ Ում նախաձեռնությունները փակելը, սա սաբոտաժ էր պետության համար, պետության նկատմամբ, սա սաբոտաժ էր։ Մենք նույնիսկ Իրանի հետ ոչինչ ճանապարհ չունենք աշխատող այս մասշտաբների վրա։ Կարելի է ինչ-որ բան անել, չէ՞։ Դեռ չկա ոչ մի բան։ Հիմա սա նայենք։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժ նրա ընկերությունների պարապուրդի հարցով։ Այսօր բողոքի ակցիա են արել Ծառուկյանին պատկանող մուլտիգրուպի մաս մուլտիտաբակ ընկերության աշխատակիցները։ Գործարանի դռները 9 օր կապարակնքված են, ավելի քան 150 աշխատակից հարկադիր պարապուրդի մեջ։ Բողոքի ձայնը Լիլիթ Խալաթյանի ռեպորտաժում։ Թող մեզ չդրթեն, որ մենք գնանք ավելի վատ քայլերի։ Այսքան աշխատող մեզ է նայում։ Տղամարդիկ կանայք մնացել են առանց գործ։ Գագիկ Ծառուկյանին պատկանող մուլտիտաբակ ընկերության աշխատակիցները դժգոհում են, գործարանը փակ է, աշխատել չեն կարողանում։ Արդեն 9 օր է կապարակնքված են մուլտիտաբակի դռները, անգործ է մնացել շուրջ 150 աշխատակից։ Այդ կառավարությունը, որ 15000 ընտանիքի թողել այսօր առանց գործ, մեր վարչապետը ամբողջ երկրով շրջագայություն է Լսեցիք, 15000 ընտանիքի թողել առանց գործ։ Էսի մենակ մուլտի գրուպի հետ կապված, Ծառուկյան Գագոյ 15000։ Հələ դան գումարեք ձկնարտադրողներին, դան գումարեք հələ մնացած կոնյակը, գինին, գյուղատնտեսությունը, ծաղիկ մշակողներին, մատ տեսեք քանի 100,000 մարդ անում։ 3-400,000 մարդ ինքը այսօր թողել է սոված։ Ու մենակ ինչի այդ մարդիկ են սոված։ Չէ՞ որ դա տնտեսության հիմքն է։ Դա տնտեսության հիմքն է, այսինքն երկրի հիմքն է։ Երկիրը մենակ չեն գրավում զենքով, երկիրները նաև քանդվում են, որովհետև ցանկացած երկրի կորիզ անվտանգության դա տնտեսությունն է։ Տնտեսությունը։ Եվ այս գործողություններին նայելով ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ նպատակադրված գնումա Հայաստանի տնտեսության ոչնչացման ծրագիր եւ գործողություններին նայելով քայլերին ես կարող եմ ձեզ երաշխավորել ոչինչ չի ձեռնարկվում դա շտկելու համար որովհետեւ ճգնաժամեր կարող են լինել ցանկացած երկրում շուկան բացվեց, շուկան փակվեց, աղետ եղավ, չգիտեմ, վիրուսներ ընկան, հիվանդություններ, ամեն ինչ կարող լինի, չէ՞, բայց դու գործողություններից դու հասկանում ես նայելով իրենք հասկանում են դա լրջությունը եւ հակված են դա շտկել թե ոչ ուղիղ նման իրավիճակ էր Արցախի շրջափակման ժամանակ միջև փետրվարի 22-ը երբ որ տեղի ունեցավ միջազգային դատարանում այդ լսումները եւ որոշումը արդեն 24-ին փետրվարի 24-ին որ 23 թվականի փետրվարի 24-ն էր որ Ադրբեջանը պարտավոր է բացել ճանապարհը դրանից հետո մեկ շաբաթ հետո արդեն Հայաստանը կամ Արցախը
պարտավոր էր եւ իրավունք ուներ դիմել ՄԱԿ-ի խաղաղապահներին իրականացնելու դատարանի որոշումը։ Տեսեք, արդեն մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 27-28 երբ էր դատարկվեց արդեն ամիսը կոնկրետ չեմ հիշում, սեպտեմբերի 19-ին սկսեց հարձակումը, չէ՞։ Ինչ որ է, մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը այս ամբողջ 7 ամիսը նրանք ժամանակ ունեին դիմել դատարան։ Ամեն օր, որ անցնում էր, որ նրանք չէին դիմում, եւ ես հետևում էի նրանց լեքսիկոնին, ինչի չեն դիմում։ Ես հասկանում էի մի բան, որ սրանք հակված չեն այդ հարցը տես լուծելու։ Նույնիսկ երբ որ Ֆրանսիայից բեռնված բեռնատարները հիշում եք եկան հասան Հակարիի կամուրջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի բան չարեց էլի։ Ես ասում եմ, ով կարող է ֆրանսիական բեռնատարների դեմը կանգնի, ասի մի մտեք, պարզվեց Ադրբեջանը, որովհետև պայմանավորված են Հայաստանի ու մնացածի հետ։ Ղարաբաղը չի ուզում, Հայաստանը չի ուզում, իրանք չեն ուզում, որ կարող է ֆրանսիացի բեռնատարը պետք է կռիվանի այդ ապրանքը տանելու համար։ Այս ժամանակ արդեն պարզ էր գործողություններից, որ որոշում կա սովամահ անել Արցախը եւ դատարկել։ Ես այն ժամանակ ամեն օր գոռալ ընկերներ ջան, սրանն են բերում։ Այս գործողությունների տրամաբանությունը դա է, ձեզ զրկել սնունդից, թուլացնել, սպառել վառելիքի վերջի պաշարները, ասկան որ դուք դառնաք անշարժունակ, չկարողանաք նույնիսկ ասեք միտեղ կռիվի գնալ հասնել օգնության, հա, որտեղ դուք բենզին չեք ունենա, սնունդ չեք ունենա, հյուսված կլինեք եւ այն ժամանակ գրավել ուղակի Արցախը։ Ես ամեն օր դա եք կրկնում, որովհետև տեսնում էի դրան ատանում ամեն ինչ։ Հիմա ես ձեզ ասում եմ, սա դիտավորյալ, սա հարցը Գագոն չի Ծառուկյան։ Ծառուկյան Գագոին կարող են հանգիստ փակել, եթե իրան պետք կա ինչ-որ մի բան ձերբակալելու համար։ Կարող էին նույնիսկ ստուգումներ սկսել այդ հիմնարկներում, բայց ինչի՞ դուք 15000 մարդու զրկում աշխատանքից։ Դուք արդեն 300,000 գյուղացու զրկել եք եկամուտից։ Եվս 15000 հոգու զրկում եք աշխատանքից։ Սա պետության ղեկավարի գործունեություն չի, այսինքն այն ղեկավարի գործունեությունը չի, որը մտահոգված է պետության տնտեսության մասին։ Իսկ ես հիմա ասում եմ սա ինչի մասին է։ Երբ որ մտադրված չի եւ գործողությունները հակառակին են, այսինքն քանդելուն են միտված, սա նշանակում է, որ պատրաստում են երկիրը հանձնել, ինչպես հանձնեցին Արցախը։ Դա տարբեր ձևեր կա։ Փող չկա, թոշակ չկա, փող չկա, զորք չեն կարող պահել, փող չկա, բանակ չեն կարող ունենալ, փող չկա, վարկերի տակ ես տունը ծախի գնա։ Այսինքն երկիրը կազմալուծելու ամենաարագ ձևը տնտեսությունը քանդելն է։ Եվ այն ժամանակ այս մարդիկ ինչ պետք է անեն վարկերի տակ մնացած։ Ես ասել եմ, չէ՞, մայիսին ինչ են անելու սրանք։ Գցելու են վարկերի տակ, կոպեկներով ձեռնից տառնեն, ասեն դե գնա։ Վերջ։ Վերջ այնտեղ ֆերմաներ կա հսկայական, պառնիկներ կան, ջրային տնտեսություններ կան։ Մի խոսքով, այս ամեն ինչը ծրագրված, մեթոդաբար իրականացում է Հայաստանում։ Եվ որ Փաշինյան Նիկոլի անհոգ դեմքին ես նայում։ Նա ինքը պետք է վենը կճղեր հիմա։ Հիմա իրան պետք է պատեպատ տալ, ոչ թե ասենք խուստուպի գագաթներին նկատվել եւ ասել տեսեք ես ուր եմ ասել։ Ճիվա հանգարց նժդեի գերեզմանի կողմերը չերևաց, չպղծես այդ գերեզմանը քո ներկայությամբ։ Իդեպ։ Հիմա վերադառնանք։ Ցանկացած վարչապետ չէր կարա գիշերները քնել այս հարցը չլուծած, որտեղ վարչապետը երկրի տնտեսության պատասխանատուն է։ Բայց նայելով այս տխմանների գործողությանը, սա այս տխմաններ չեն, սա թշնամիներ են։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, գնում է երկիրը կազմալուծելու process-ներից մեկը տնտեսության ավիրումը, մարդկանց առանց աշխատանքի, առանց աշխատավարձի, առանց թոշակների, առանց եկամուտելու թողելը, որը ինչի է բերում արտագաղթի։ Այսքանը։ Հիմա նայենք էլ ինչ է սպասվում։ 10 մարզպետներ անգործ կմնան։ Բա ոնց։ Իրաց փոխարեն կլինեն փոքրիկ ներկայացություններ, փոքրիկ իրացես, փոքրիկ ԿՊ խմբակներ, որոնք փոխարինեն 10 թշնամու հանցագործ
որոնք կանգնելու են վաղը տրիբունալի առաջ։ Այս 10-ն են, որոնք ձայնագործությամբ, հանցագործություններով կարողացան ապահովել Փաշինյան Նիկոլի վերարտադրությունը, որի համար էլ իրանց զրկում են աշխատանքից ու ճիշտ են անում։ Ես ասել եմ, սանով սկսելու է տղեկ, սա վերջը չի։ Սանով սկսելու է ձեր դժբախտության էջը։ Այսինքն ձեր բոլորի դժբախտության էջը սկսեց հունիսի 7-ից։ Վերջնական փուլը էլի։ Իսկ հիմնական էջը սկսել են ժամանակ, երբ որ դուք դարձաք Նիկոլի գործիքը։ Իսկ անկումը սկսեց արդեն հենց հունիսի 7-ից։ Ընդ որում Փաշինյան Նիկոլինը նույնպես չմտածեք նա այդպես պաշտպանված է, ոչ։ Մենք այս մասին արդեն խոսացինք։ Դե քանի որ մեր ոտես վիճակն է, տնտեսությունը քանդվում է, կառավարությունը սարերի գլխին է, ոչ մեկի մի խոսքով ոչ մեկ գործողությունով երկիրը ղեկավարելով զբաղված չի, օրինապահմանները բացի մարդկանց հեռախոսները լսելուց, չգիտեմ, ասենք զոհված երեխաների ծնողներին քաշքշելուց բացի ուրիշ բաների ունակ չեն, օրը ցերեկով կրակոցներ Երևանում, օրը ցերեկով ծեսկրտուկ ազատության հրապարակում, օրը ցերեկով դանակահարություն ծեսկրտուկ Գյումրիում։ Բա նայեք sense տեսարան տեսել եք դուք երբևէ։ Սա օպերայի հրապարակն է։ Հրապարակն է։ Սա մի տարածք է, որտեղ միշտ մարդկանցից ավելի շատ ոստիկանա լինում։ Մարդկանցից ավելի շատ ոստիկանա լինում, միշտ։ Հիմա մարդ չկա։ Գիտեք ինչի՞։ Որովհետև այս փոքրիկ միջոցառումը, որ դուք հիմա տեսաք, քաղաքական չի, այն չանենք, որ ացեցում։ Ինչ անենք, որ ասենք սեզոնա, հազարավոր, տասնյակ հազարավոր տուրիստներ կան, բոլորապես երեխաներ կան, աղջիկներ կան, տարածքան։ Բայց քաղաքական չի ծեծը, ոչինչ։ Կարևորը քաղաքական չլինի։ Սա նայեք։ Կրակում են իրար վրա։ Մեկն էլ նրան կրակեց։ Սա Երևանում, սա Բաքում։ Եվ այսպես շարունակ։ Մեկը մնաց գետնի վրա, պարկած անշրջացած։ Խոսքով, դա նորմալ է։ Չասեմ։ Ես չգիտեմ ինչի, ներքին ձայնս վկայում է, որ այն չույն ասենց ակտիվացել է, սա ընդամենը սկիզբն է։ Սկիզբն է անիշխանության, ճիշտ հասկացեք։ Երբ որ երկրում չկա իշխանություն, կա ավելի ճիշտ կա Նիկոլի իշխանություն, որը իր իշխանություն լինելով պարտական է բոլոր հանցագործների, երկրում իրականում դառնում է անիշխանություն։ Որովհետև ի տարբերություն Սերժի, Ռոբեկի, որ իրենք նույնպես հիմնված էին այս կրիմինալի վրա, բայց իրենք հիմնված էին այդ կրիմինալների ղեկավարների վրա, ոչ թե շարքային հանցագործների վրա, ասենք դրանք ամեն մեկը իր թաղերում պահում էր ամեն ինչը կոնտրոլի տակ, երբեմն լինում էր կրակոցների իրար վրա, բայց հիմնականում ամեն ինչ խախանդ էր, այդ վերևներում էր լուծում այդ հարցը։ Այսօր ամեն ինչ իջացվել է ամենատակը։ Հիմա մենք օրեկան ենք, չէ՞, սանկտերում։ Օրեկան։ Հասկանում ես մի բան։ Այս բոլորը անպատիժ են։ Բոլորը։
որովհետև այս բոլորին պարտքա Նիկոլ Փաշինյանը իր իշխանության համար։ Ոչ թե իր շեֆին։ Եթե այն ժամանակ մի քանի բան կար, ասենք այն ժամանակ կար, չէ, ասենք լֆիկ կար, նեմեց ռոբո կար, լիսկա կար, մավել կար, մենք գիտենք որ իրանք էլ հանգիստ իրանց համար նստած ամեն ինչ բաժանած էր։ Այս ամեն ինչը մենք փոխանցում չենք տենում։ Հիմա չէ, դրանց փոխարեն, ասում ամեն ինչ ինչացվել է այնքան ներքև, ոսանց բոլորը Նիկոլ Փաշինյանին սարքել են վարչապետ ու իրանք ասելիք ունեն։ Իրանց ոչ մեկ չի կարող ասել դուք ես ինչ եք անում։ Այն ինչ որ տեսնում ենք հիմա Հայաստանում կատարվում է, նաև դրա արդյունքն է։ Սան է։ Ես էլի կաշխատեմ։ Ինչ պիտի անենք, ուր ենք գնալու։ Երկրորդ օրն է բժշկուհի Սողոյանի հղիները անհանգիստ են։ 21 տարվա աշխատանքային փորձով բժշկուհին պարզվում է կրճատվում է։ Ինչու՞։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Գուցե որովհետև նա համարձակվեց հակադրվել Նիկոլ Փաշինյանին, ոչ ոք ուղիղ չի ասում, որ Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի ղեկավարի հաստիքի կրճատումը քաղաքական հաշվեհարդար է, բայց ավելի խոսուն են փաստերը։ Ասում են հաստիքը կրճատվում է ապահովագրության համակարգի ներդրման շրջանակում։ Աշխատանքի ծավալը նվազել է, սպասարկվող հղիների թիվը կրճատվել։ Այսինքն ապահովագրության համակարգը որ դրել են, հղիները պակասել են, հիվանդները պակասել են, այդ ապահովագրության համակարգները միջելուց ասեմ, հիմա դարձել արդեն 50-50, այնքան էլ ապահովագրական չի։ Ու մեկ էլ օպլա, մի ամսամեջ հղիները պակասեցին։ Բժշկություն, ավելի ճիշտ առողջապահություն ըստ Նիկոլ Փաշինյանի։ Ախ, Նիկոլ ընտրողներ, եթե դուք իմանայիք ով եք դուք։ Նիկոլ Փաշինյանը իմ թշնամին է, իմ երկրի թշնամին է։ Հասկանում եք, ես իր գործողությունների մեջ ես դա գնահատում եմ որպես թշնամական։ Այս ինքը թշնամին ունի, ինչ պետք է անի նկատմամբ։ Դուք հասկանում եք, որ դուք եք նույնը։ Ձեր գործողությունները առ այսօր ես գնահատում եմ որպես թշնամական։ Սպասարկող կանանց թիվը չի կրճատվում, որտեղ մենք նույն կանանց սպասարկում ենք, մեկին պետպատվերի շրջանակներում, մյուսին ապահովագրության շրջանակներում։ Ֆինանսավորման տարբերություններ կա, որը ոնց ենք ֆինանսավորվում։ Նույն ձևի, նույն կանանց քանակը մենք սպասարկում ենք։ Մյուս կողմից ինչպես է ստացվում, որ հաստիքի կրճատումը բաժին է հասնում հենց Խանաքեր Զեյթուն առողջության կենտրոնում։ Չեմ հասկանում։ Այն որ ասեց 120,000 մարդիկ առանց աշխատանք մնացին, առանց տուն, առանց տեղ։ Ուզում էր ասել, այս ինչ է համեմատության մեջ։ Գիտեք, որ պատերազմից հետո 20 թվականից հետո ես հենց անմիջապես դրանից հետո 21 թիվներ կարծեմ Բաքում գործ էի անում էլեկտրական սղոցով եւ էլեկտրական սղոցը ծառ էի կտրում ճուղ փախավ ես խփեց մատիս, ինչի մատս չի խոսք։ Սենց բավ։ Դեսացի մատս փոկվեց երևի։ Ինչ է։ Դե բախտս վերեց ուղղակի տղաս տանել այդ ժամանակ եւ ինձ միանգամից հասցրեց հիվանդանոց։ Ժամանակ գիտեք ինչ եմ մտածում։ Մատայել։ Բայց ներեխեքը։ Մատայել ես արդեն հիվանդանոցում եմ։ Բայց ներեխեքը։
մարտի դաշտում առանց օգնության մեկը ոտը կորցրեց, մեկը ձեռը կորցրեց, մեկը կյանքը կորցրեց։ Ու գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Այդ ժամանակ վերանում է նաև ցավի զգացողություն։ Ու ինքս ինձ ամոթ էի տալի։ Այս կնոջ նման, դες թեթև հեգնանք էր գալի աչքերից, բան ես գտել մտածել մեր երեխեք։ Ինձ եմ հասկանում իրան։ Հիմա արագ տեղափոխվենք Ամերիկայի Մեծ Նահանգներ եւ վերադառնանք ելի Հայաստան։ We just passed the Iran War Powers Resolution 215-8 in the House of Representatives. The Senate now needs to follow. We need to end this war in Iran. Too many Americans are paying too much for gas and food and ordinary costs of living. I wish Thomas Massie and my War Powers Resolution had passed 2 months ago. We would have avoided the loss of life and all of these costs. But Ես ուղղակի ուզում ասել, որ այս խոսածողը շատ ակտիվ Իսրայելի պաշտպաններից է եղել, շատ ակտիվ, միջև գնացել է իր աչքերով տեսել է ինչ է կատարվում Գազայում։ Եվ շոկի մեջ է, ինչև հիմա եւ դարձել է ամենաանցի Իսրայել, ամենահակապատերազմ սենատորներից մեկը։ Մի խոսքով, հիմա արդեն ներկայացուցիչների պալատում օրենք են ընդունել, որ արգել են պատերազմի շարունակությունը եւ դա պետք է հաստատի սենատը։ Եվ աշխատանք են տալու նաեւ սենատում հենց Թոմաս Մեսին գլխավորությամբ, ասում ոչ միայն պետք է զրկել Թրամփին պատերազմ շարունակելու հնարավորությունից, այլ նաև պետք է զրկել ընդհանրապես Իսրայելին որևէ ռազմական օգնություն ստանալու հնարավորությունից։ Սա շատ կարևոր էտապ է, էլի, ես ոնց ասեմ, սա կլինի պատմական շրջադարձ աշխարհաքաղաքական բալանսների առումով, Հայաստանի ճակատագրի առումով, որովհետև Իրանը, որ հիմա կարողանում է ներողություն Իսրայելը, որ հիմա կարողանում է սեղմի թրիպի վրա, դեր խաղալ ընդհանրապես ստեղ, այս ամեն ինչը կախված է իր դիրքից եւ Իրանի նկատմամբ իր ունեցած ամբիցիաներից։ Եթե այս ամեն ինչը իրականանա, զրկեն նաեւ փողից եւ դադարի պատերազմը, թրիպը դառնում է անպետք մի բան հենց առաջին հերթին Իսրայելի համար։ Առաջին հերթին Իսրայելի համար, որը արդեն եկել է Հայաստան եւ Հայաստանին ուզում է սովորացնել ինչ է նշանակում քաղաքապաշտպանություն։ Ու հենց այն օրը, երբ որ Հայաստանը սկսում է, ասենք, օրինականացնել այդ պայմանագիրը։ Հուսանք դա տենցել կլինի, որ ի վերջո կարողանան վերացնել բոլոր քաղաքապան օգնությունները։ Եթե հիմա էլ չկարողանան, վստահ եղեք, նոյեմբերին, դեկտեմբերին դա լինելու է։ Նոյեմբերին լինելու է լրիվ նոր կազմ։ Ու այդ նոր կազմն է իրականացնելու։ Իսկ մինչ այդ ուղղակի ես ուզում եմ տեսնենք ինչ կա, հա, քանի երկիր է արգելել մուտքը Նետանյահու եւ մտնելու դեպքում ձերբակալվի ուրեմն Բելգիան, Կանադան, Դենմարկը, Ֆինլանդիան, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լիտվան, Հոլանդիան, Նորվեգիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, այս բոլոր երկրները ինքը ձերբակալվող է։ Այս երկրները շատանալու են դեռ շատանալու են։ Այսօրվա իրավիճակի քաղաքական ազդեցությունն է, որ դեռ քաղաքական ազդեցությունն է, որ կարողանում է մնացածի վրա ազդեցություն ունենալ։ Այսինքն իրենք չճանաչեն հանցագործել, բայց մեկը միջազգային դատարանի կողմից ինքը արդեն հանցագործ է ճանաչված։ Ուղղակի այն մնացած երկրներում դեռևս ունի ազդեցություն, տեսեք օրինակ ստեղ Ֆրանսիան չկա։ Ֆրանսիան չի ձերբակալի։ Ինչի՞, որովհետև Մակրոնը Ռոթշիլդների հաշապանն է։ Շատ պարզ։ Չկա Գերմանիան, նույն բանն է։ Չկա Բրիտանիան, նույն բանն է։ Դրա համար, երբ որ երեք տեսանք, հիշում եք Իրանի ցուցակը, որտեղ ասում էր պետք է վերացվի, այն Գերմանիայի եւ Բրիտանիայի վարչապետներն այնտեղ կային, հանցագործների, որոնք ինքը պատրաստում է վերացնել, որպես Իրանի թշնամիներ։
now that strikes on Iran? I think so. I think it's going to, inflation's down. We inherited the worst inflation in the history of our country. They say 48 years. It was the worst in the history of our country from Biden, Sleepy Joe. He might have been sleepy, but boy, he could create inflation like nobody. And I inherited that, and I got blamed for it, and it's not my fault. We are putting it to sleep. And we've done a great job, Scott and Howard and Marco and even Pete, because he's watching his dollars, right? But they've done a fantastic job. We've all done a fantastic job. So we had the worst inflation in history and the history of our country. I mean, we had months where it was 9 and 10%. And now we have a report just came out. It was just released. Thank you for bringing it up. But the report was incredible. Inflation is way down. That means Սա լրիվ Նիկոլն է։ Ես նման ասում, եթե մեկը կա աշխանում, որ սա խոսքին լուրջ է վերաբերվում, ես իրան լուրջ չեմ վերաբերվում, բայց ինչ է ասում ինքը։ Հիշում եմ, որ մենք միջև իր գալը Ամերիկան ունեցել է խայտարակ ինֆլյացիա, խայտարակ։ Իսկ հիմա իրանք ինչացրել են։ Բա Ամերիկայի մապրոները երևի հիմա ասենց ծանոթ են չափ ներքև, հա։ Զալմանքից Հարգնվազն 50%-ով է, 50-ից 70%-ով է թանկացել ամեն ինչ։ Իր իշխանության օրը, ինձ ասում եմ մենք ինչ ասել եք ներքև, ինֆլյացիա չկա։ Սա է Նիկոլի նման մեկն է, որ իր ոչ մի խոսքի, ոչ մի արածի համար, ոչ մի պատասխանատվություն չի կրում, որովհետև ինքը ուղղակի անբարոյական է, հասկանում եք, ինքը մանկապետ է։ Ինքը բարոյական սահմաններ չունի, ինքը Նիկոլ է։ Ինքը երբ ուզենա, ինչ ուզենա, կար աշկերի մեջ նայ մալ գժված են լրագրողները, ոնց թե այդ կրիցին, մենակ 30% բանն է թանկացել, վառելիքն է թանկացել, մենակ ես մի քանի ամսվա մեջ, սնունդը ասում եմ 50-ից 70-80% է թանկացել, համարյա կաշկնակի է թանկացել, մեկ տարվա մեջ, դες ինչ ապուշություն ես լուս, ոնց թե չկա, բայց ինքը ինչ ուզում է ասում է առանց ամաչելու, Դա վերաբերում է եւ տնտեսական քաղաքականությունը, եւ արտաքին քաղաքականությունը, եւ Հայաստանի վերաբերյալ, եւ Ադրբեջանի, եւ Թուրքիա, եւ Ռուսաստանի։ Այսինքն ցանկացած մեկը, որ լուրջ է վերաբերվում այսօրվա Ամերիկայի ցանկացած կառույցի հայտարարության, արդեն ես իրան լուրջ չեմ վերաբերվում։ Ոնց որ մեկը լուրջ վերաբերվի Նիկոլի հայտարարության կամ Նիկոլի կարծիքի։ Ինչ է նշանակում Նիկոլի կարծիքը։ Կա տեսնա։ Գիտեք դες կարծիք։ Նիկոլի որ կարծիքը 2008 թվի, 2010 թվի, 12 թվի, 16 թվի, 18 թվի, 20 թվի, թե 26 թվի։ Իմ ջելոս թե 30 թվի։ Որովհետև վստահ եղեք 30 թվին էլ ուրիշ բան է, ուրիշ կարծիք ունենալ, բայց բանտում արդեն։ Այսօր քվեարկություն է եղել։ Որտեղ բոլոր հանրապետականները կողմ են քննարկել մի հատ նախագծի, ըստ որի Ամերիկայի եւ Իսրայելի բանակները պետքա միանային իրար հետ։ Այսա կլիներ աշխարհի վերջը, բայց չեն կարողացել օրենքը անցկացնել։ Բայց չնայած բոլոր հանրապետականները կողմ են քննարկել սրան։ Պատկերացնում եք։ Սա նախկին հանրապետական, նախկին մագայից, նախկին Marjorie Taylor Greenն ասում, խայտարակություն համարում, ամոթանք։ Այսա կլիներ աշխարհի վերջը, սա կլիներ Հայաստանի վերջը, եթե Իսրայելը պաշտոնապես ստանար Ամերիկայի բանակի ղեկավարությունը, տենց է լինելու, ինչ է նշանակում Ամերիկայի եւ Իսրայելի բանակների միացում։ Նշանակում է ամեն ինչ անցնում է Իսրայելի կոնտրոլի տակ, հրամանատարության տակ։ Այն ժամանակ Իրանի պատերազմը դեմ այլ մասշտաբների էր հասնելու։ Այն ժամանակ Իրանի համար շատ դժվար էր լինելու պահել Զանգեզուրի միջանցքը։ Մեզ մի քանի ամիս է պետք իմանալ։ Իսկ այս հարցին լուծում է տալի առաջին։ Ասում է Իրանը համաձայն է պատերազմը ավարտելու։ Եթե Ամերիկայում ռեժիմի փոփոխություն լինի, ու դա կլինի։ Դա միջև այս տարվա պիտի որ լինի։ Թուրքիայում, Այա Սոֆիայում, Սոֆիայի սուտ տարածքում, եք ուզույք ռուսերեն աղոթք են կարդացել պատկերացնում։
Ռուսեն աղոտ են կարդացել, սույկ, ռուսներ։ Իրանց ձերբակալել և վտալել են վարը Թուրքիայից։ Բա։ Բիբլիա կարդալու, Աստվածաշունչ կարդալու, աղոթելու համար։ Քրիստոնեական տաճարում, որը ոչ թե 20 թվականի կարծեմ վերածվեց, չէ՞ մսկիթի սա։ Ես վերջերս 6 տարի առաջ։ Աշխարհի աշխի առաջ ամենահին, ամենամեծ քրիստոնեական տաճարներից մեկը վերածվեց մսկիթի։ Հիմա այդ մսկիթում նույնիսկ Աստվածաշունչ չի կարելի կարդալ։ Բռնում են դրա համար։ Մոտավորապես հասկացաք Հայաստանը ինչա սպասում ժողովուրդը։ Թող ոչ մեկ չասի այդպես բան հնարավոր չի, որովհետև այդպես բան հնարավոր չէ նաև Սուրբ Սոֆիայի տաճարում։ Հիշում եք երևի 2 օր առաջ ցույց տվեցի, որ նույնիսկ Վանի եկեղեցում հայերեն աղոթել արգելեցին թուրքերը։ Հիշում եք այդ տեսանյութը։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը հեռանա է։ Չէ, հիմա արեք մենք նա պարզ բան էլի հասկանանք։ Ես չեմ ուզում ինքը հեռանա։ Ոնց հեռանա։ Ֆիցալանը երկիր է, կերը երկիր է, գողաց է, ոնց է հեռանա։ Իշխանությունից հեռանա։ Ահա, չէ, իշխանությունում պարտվի, չհեռանա, ինքը հեռացողը չի։ Ես գիտեք, եւ ընդդիմությանն եմ ես ասում։ Մենակ եթե տվեք էլի էսի։ Բոլորին հարգում ու սիրում եմ։ Կապ չունի, հա։ Խորին հարգանքով բոլորից ես լավագույն ընկերներ եմ։ Ասում տղեր, ես քեի ասում հեռացի։ Արա ուր հեռանա։ Ասա իշխանությունից հեռացի, բայց մենք խոսելու բաներ ունենք։ Ոնց է հեռացի։ Ես գամ մտնեմ ձեր տուն, քալանեմ ձեր տունը, կեղեքեմ ձեզ, անպատվեմ ձեզ, ու ես հանգիստ ոչ մի քրեական հասկանում եք։ Սա ինչ որ ես տեսնում եմ 30 տարի չեմ ապրել Հայաստանում վերջի 2 տարիներ։ Սա իմ համար ողբերգություն, այս պահն է իմ համար ողբերգություն։ Հասկանում եք։ Մեր վրա ծիծաղում է ամբողջ աշխարհը։ Երեխեք խոսում են իտալացիների հետ։ Մի հատ լավ իտալացի ընկեր ունեմ, ինքը հոյակատ մի անձնավորություն է, որից մի բան ասեց, Սևակ, ես հայրին գիտեմ ուրիշ ձև, էլի ասեց, Փարաջանով ունեք, բան, եկել է Իտալիա ֆեդերացիա, այս ինչա վիճակ, ասա չեմ հասկանում, ասեց։ Նույն միջազգային հանրության աջակցությամբ Նիկոլ, ես ասում եմ, դու գնալու տեղ չեք ունենալու։ Ու գիտեք ինչքան մարդ ասես, նստած ասում դուք ուր պետք է գնաք արա։ Ինչ է նշանակում հեռացեք, չէ։ Չէ, դուք պիտի պատասխան տաք։ Դուք պիտի պատասխան տաք։ Ընդ որում էլ էմա, չէ, որ ընկերը ոչ մի չի կորցրել, հազար չի կորցրել պատերազմի ժամանակ, բայց ինքն էլ իմ նման։ Ոնց է գնացեք։ Չէ, դուք պիտի պատասխան տաք։ Ժամկետ գոյություն չունի։ Ինչ ասեմ, որ ասում են վաղեմության ժամկետ կա, անցագործը։ Ձեր անցակներին վաղեմության ժամկետ չունի։ Այսինքն դուք միջև ձեր կյանքի վերջին օրը դուք պետք է վախենաք, որ ձեր դուռը գալու են ծեծեն ու գալու են ծեծեն։ Որովհետև այս կարգի մարդիկ շատ են։ Եվ ասում իտալացի խնդում են, այսօր մեկերներից մեկը TikTok-յան եթերների ժամանակ էր, հա, ասում է, ֆրանսիացիքել են ծիծաղում, չեն հասկանում, զզում են ձեր Նիկոլից։ Այսօր Յակոբ Կեդմին եմ լսում, մի հատ հարց էր, ռուս բլոգերի հետ էր քննարկումը, Յակոբ Կեդմին, Իսրայելից խոսում էր ռուս բլոգերի հետ, Թուրքիա Իրան հակամարտության շուրջ, ասի տեսնեմ ինչ է ասում, եւ այդ հակամարտության շրջանակներում հիշեց Նիկոլ Փաշինյանի։ Հիշեց, խոսեցին ցեղասպանության ճանաչման process-ից եւ հիշեց Նիկոլ Փաշինյանի արձագանքին այս հրաշուրջ։ Ուրեմն պրիդատել, կրիցին, նիգադյայ, վիրդակ, ինչ կեղտոտ բան կար ասել, կար աշխարհում, ասես Նիկոլն, ասես դա կենթանի ուղակի, որ իր համար ամեն ինչ ուրացման թեմա է, եկեղեցին ուրացման թեմա է, ցեղասպանությունը ուրացման թեմա է, ասես դու պատկերացնում եք մի հրեայի համար, որի համար հոլոկոստը ուրացման թեմա լինի, որի համար սինագոգը իրանց եկեղեցին հավատքը ուրացման թեմա լինի, բայց ինչ ասում, հա ժողովուրդը էլի դրան ընտրեց, բայց կապ չունի, ասում, նա տականք է, այսպես ոչ մի կապ չունել մեր հետ այդ խոսակցությունը, ընդհանրապես
ուղղակի միտքը ընկավ, ինքը բան չի, մեր բարեկամը չի, ինքը հայ ազգի բարեկամը չի, վստահ եղեք, ուկրաինացի ազգի բարեկամն էլ չի, ինքը բանա, սիոնիստ, պուտինիստ է, ուղղակի որ միտը ընկավ, որ ասեց դրան լսեք, ինչ արեց այդ երկրի հետ դա, ինչ արեց, ասեց, սես բան գոյություն չունի, ոչ մի երկիր դտեց իր պատմության մեջ նման մարդ չի ունեցել, հենց Փաշինյան Նիկոլ, դու ում բարև ես տալի, իմացի քեզ բարև տալուց առաջ ընդեղ իրանց որ հավաքված են դեռ քո մասին խոսալուց ինչ ասես քեզ ասել են բարև տալուց առաջ սա եմ ուզում կարդամ Չակեուս Չարլզ Դակետ ուրեմն London Times թերթումը գրել ռազմական թղթակից է եղել 9 թվականի ադանայի կոտորածների մասին ականատես է եղել նա սեփական աչքերով տեսավ ճշմարտությունը եւ դարձավ հայ ժողովրդի ամենաազնիվ ու սրտացավ պաշտպաններից մեկն աշխարհում ինչպես Ֆրանց Վերֆելը Երի թուրքերը եւ ասիական Թուրքիայի Ադանա քաղաքի 1909 թվականի աղետի ճշմարտությունը գրքում նա առաջիններից մեկն օգտագործեց հոլոկոստ տերմինը։ Հայերի բնաջնջումը նկարագրելու համար Դակետն անկողմնակալ արձանագրել է ոչռագործությունը եւ ակտիվորեն զբաղվել մարդասիրական օգնությամբ, հանդես գալով որպես վստահելի աղբյուր Կիլիկայի աղետի վերաբերյալ։ Ադանայի հայկական թաղամասից մնացել էին միայն ծխացող ավերակներ ու մոխիր։ Դա սովորական հրդեհ չէր, դա իսկական հոլոկոստ էր, ողջակի զուն։ Մարդկանց քշում էին դեպի իրենց տները, եկեղեցիները փակում դռները եւ կրակի մատնում։ Ես տեսա այդ մոխրացած պատերը, որոնց ներսում հազարավոր անմեղ կյանքեր ողջ այրվել էին, չունենալով փրկության ոչ մի հույս։ Գետը վերածվել էր մահվան ճանապարհի։ Նրա ջրերը քշում տանում էին հարյուրավոր հայերի դիակներ, որոնց կատաղած ամբոխը կամրջից ցած էր նետել։ Օդում կախված էր նեխած մարմինների սարսափելի օդը, իսկ փողոցներում անթաղ ընկած էին ծերերի ու երեխաների մարմնի մասեր, որոնց վրայով անցնում էին թուրքական սայլերը։ Թող ոչ ոք չխաբի աշխարհին, թե սա հասարակ խուլիգանների ձեռքի գործներ։ Ես իմ աչքերում տեսա, թե ինչպես է թուրքական կանոնավոր բանակը համազգեստով եւ պետական զենքերով ղեկավարում ջարդերը։ Զինվորները ոչ թե կարգ ու կանոն էին հաստատում, այլ իրենք էին կրակում փախչող հայերի վրա եւ օգնում ամբողին թալանելու, հսկիզելու հայկական տները։ Հայերն այս երկրի ամենակրթված, ամենաառաջադեմ եւ տաղանդավոր տարրն էին։ Նրանց տները տարբերվում են իրենց մաքրությամբ ու գեղեցկությամբ։ Նրանց այգիները ծաղկում էին, իսկ դպրոցներում կրթություն կար։ Հենց այս հաջողությունն ու քաղաքակրթվածությունն էր, որ հարուցեց տեղի ծույլ ու կրոնամոլ ամբոխի կատաղի նախանձը։ Նրանք չէին կարող ներել հայերի առաջադիմությունը։ Նույն բանն եղել Ադրբեջանում, Սումգայիթում, Բաքվում։ Նույն բանն եղել բոլոր տեղերը։ Այ ինչպես Փաշինյան Նիկոլը չի կարող երբևէ ներել ոչ մի տաղանդավոր կամ ոչ մի հաջողած մարդու, այնպես թուրքերը իրենց ամբողջ կյանքում չեն կարողացել ներել հայերի։ Իրենց ուրիշը լինելու համար։ Եվ մենակ կարծում եմ, այս բանը չհասկանալու համար կատարյալ տխմար պետք է լինել, հասկանաք, ոչ թե տխմար, ուղղակի տխմարի գերադրական աստիճանի հասած տխմար պետք է լինել, այս պարզ ճշմարտությունը չհասկանալու համար, որ ոչինչ չի փոխվել, մանավանդ որ իրենք են ասում, չի փոխվել, արա։ Մենք նույն գայլն ենք, մենք հոշոտելու արյան ծառավ ազգ ենք։ Ու ձեր արունն է մեզ պետք։ Հիմա վերջը, այն որ խոստացել ես ես։ Ես այս ընթացքում հասնում եմ նաև մի ֆիլմի վրա աշխատել։ Ինքը գիտական ֆիլմ է, սցենարն է գրում։ Մարդու մասին, գիտակցության մասին, առողջության մասին, գիտակցաբար ապրելու մասին, որ հասկանամ ես աշխարհը ոնց է կառուցված, ոնց է պետք ապրել, օգնեմ մարդկանց։ Ոչ,
մեր երկիրը անենք այս վիճակից, ես ուզում եմ դա ֆիլմի ձևով ներկայացնել։ Ես ուզում եմ մի ուղղակի հատված կարդալ եզրակացություններիցս, որ գիտակցված է պետք ապրել։ Ինչ է նշանակում գիտակցված ապրել։ Դա պարզապես ուշադրություն ունենալը չի, դա պատասխանատվությամբ ընտրելն է գիտակցված ապրել։ Թե ինչ ենք մտածում, ինչ ենք զգում, ինչ ենք անում, ինչ ենք ստեղծում եւ ինչ հետք ենք թողնում, այդ ընտրությունների ամբողջությունն է ձևավորում մեր միջավայրը, մեր հարաբերությունները, մեր առողջությունը, մեր կյանքը, մեր ապագան։ Գիտակցված ապրել, ինչ որտեղ շատ են հարցնում, ինչ անենք։ Ես ուրիշ ձևով էի ասում, դրա համար ես դրա վրա խորացել, ասի նա տալի ձևակերպեմ, էլի։ Բարոյական ապրել ասում եմ, պետք է մարդավարի ապրել։ Կարճ հայավարի ասում է պետք է մարդավարի ապրել։ Չխփել, չստել, չխաբել, չուրանալ, չչարախոսել եւ այլն։ Մարդավարի ապրում ես, ամեն ինչ նույնատեղը, չէ՞։ Որոշեցի դա գիտական ձևով բացել, դա կոչվում է գիտակցված ապրել։ Գիտակցված ուղղակի, հա։ Պատասխանատվությամբ վերաբերվել ամեն ինչի, պատասխանատվությամբ ընտրել ամեն ինչ, մտածմունք, զգացմունք, հարաբերություններ, գործողություններ, պատասխանատվություն, այսինքն դու միշտ ըլնես ստեղ գիտակցված, որ ամենացած ավտոպիլոտ չանես ինքնա, հա էլի գնացի ընտրության, չէ, ընտրություն չի։ Դու քվեարկության ես գնացել, դա ընտրություն չի, որովհետև դու դրա պատասխանատվությամբ չես վերաբերվում, չես հասկանում ինչ ես անում։ Հետևաբար դու ունես նման միջավայր, դու չես կարող այլ միջավայր կերտել, որտեղ դու դրան չես վերաբերվել այնց ոնց որ պետք է։ Քիչ էլ մեր առողջության մասին։ Ինչ է նշանակում առողջ մարդ։ Որտեղ առողջ մարդը նա չի, որ հիվանդ չի։ Չէ, ինչքան չհիվանդ ու անառողջ մարդ ունենք մեր կողքը։ Սա կարևոր է։ Հիվանդ չլինելը դեռ առողջության նշան չի։ Առողջ այն մարդը, որ ապրում է ներդաշնակության մեջ, իր մտքի, իր արժեքների, իր առաքելության եւ շրջապատի հետ։ Այս է առողջ մարդ։ Եվ ուսս նայում ենք, դեսեք հələ թվացյալ առողջների մեջ, որ հիվանդ չի, էլի։ Ինչքան անառողջ կա եւ ինչքան առողջ կա, նայեք։ Ես չգիտեմ, այս տողերը ոնց պահեմ, որ ինձ հարցնում են ինչ անենք։ Մենք ինչ անենք, որ ասեմ, պետք է գիտակցված ապրել եւ առողջ։ Այս նոտայով էլ ուզում եմ ավարտեմ։ Լավ մնացեք։